Բարև սիրելի բարեկամներ, բարև սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ բոլորից։ Սկզբի համար կխնդրեմ դնել ձեր լայքերը, գրանցեք իմ ալքին, որը շատ կարևոր է ինձ համար։ Հիշեք, որ դուք ձեր ակտիվությամբ գնահատում եք իմ աշխատանքը։ Նայեք, ժողովուրդ ջան, մեր երկրում մեկ-մեկ անենց ցածր մակարդակի քաղաքական գործընթացներ են կատարվում, որը որ ցես կողից նայելուց, ցես չգիտես խնդաս թե լաս, այդպիսի ցածր մակարդակի վրա են այդ գործողությունները։ Համել Հովիկ Աղազարյանը նախին ԿՊԱ-կան որոշել է, որ իմպիչմենտի գործընթաց պետք է հայտարարի եւ սկսի եւ վարչապետի պաշտոնի համար առաջարկում է Էդմոն Մարուքյանն էլ դեմ չի, մի բան էլ կողմա, մի բան էլ ոգևորվել է եւ այսպես ուղի եթերներ անում, ուղի եթերների ընթացքում զանգելով անդիմադիր ուժի ներկայացուցիչներին եւ հանդիպումներ խնդրել, հա, այսպես ուղի եթերով։ Բայց Էդմոն Մարուքյանը որանում է, որ առաջի հերթին պետք է ժողովրդի հետ ինքը զրուցի, մա ժողովրդի ասենց ասած հարցերին պատասխանի, հետո նորն գնի համոզելով նրանց, թե իրան ձեն կտան, թե ձեն չեն տա կամ իմպիչմենտի գործընթացին կպաշտպանեն, կաջակցեն, թե չեն աջակցի։ Ես ուզում եմ հիշացնել Էդմոն Մարուքյանին, որ դու առաջի հերթին պետք է պատասխանես այս երկու հարցին գոնե մինիմում։ Դուք համարում եք երկրի ընդդիմությանը, որը որ գտնվում է հենց խորհրդարանում, որ իրանք Հայաստանի Հանրապետության շահերի հետ ընդհանրապես կապ չունեն եւ իրանք նախին թալանչիների շահերի պաշտպանն են մեր խորհրդարանում։ Դուք համարում եք այո թե ոչ։ Եթե այո իր պատասխանն ունի, եթե ոչ իր պատասխանն ունի։ Այոյի դեպքում, եթե դուք համարում եք, ապա ո՞նց եք դուք պատկերացնում, հա, դառնալ վարչապետ այն ուժերի կողմից, ովքեր որ պաշտպանում են երկրի թալանչիների շահերը։ Մտկարակ բացատրեք։ Եվ ո՞նց եք դուք պատկերացնում, որ դուք պետքա պատժեք այն մարդկանց, ովքեր որ թալանել են եւ կեղեքել են մեր երկիրը, բայց նույն պահին, հա, կամ նույն այդ մարդիկ ձեզի նշանակել են երկրի վարչապետ։ Դուք ո՞նց եք սա պատկերացնում։ Իսկ եթե ոչ, եթե դուք չեք պատկերացնում իրանց որպես երկրի թալանչի, ուրեմն դուք ընդհանրապես ոչ ընդունելի վարչապետ կլինեք ժողովրդի կողմից։ Քանի որ հայ ժողովրդի գերմեծամասնությունը ոչ միայն երկրի, այլ ժողովրդի ընդհանրապես փյուրքով, ասես բոլորով գերմեծամասնությունը կարծում է, ոչ թե կարծում է, տենց էլ կա, տենց էլ գիտի, որ հենց իրանք երկրի թալանչիներն են։ Այսինքն դուք կլինեք ոչ ընդունելի վարչապետ։ Իսկ ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ հենց այդ նույն ընդդիմությունը եթե ցանկանար, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, իրանք իրաց մանդատները վայր կդնեին, եւ ինչը որ այս երկար ժամանակ ասում ենք, այս երկար իրաց մանդատները վայր դնելով կստեղծեին ճգնաժամ կեթային արդահերթ ընտրությունների, բայց իրանք դա չարեցին։ Ինչու չարեցին, որտեղ վախում են ընտրություններից, ինչի են վախում, որտեղ գիտեն ժողովուրդը իրաց ձայն չի տա։ Եվ մանդատները վայր չդնելով, հա, ասենց երկար ձգեցին, համի հասավ ուր, համի հասավ ընտրությունների բերան համարյա, որոշեցին ինչ անեք, իմպիչմենտ անեք, իրանց ուզած վարչապետին դնեք, հետո միայն այդ դեպքում իրանց ուզած վարչապետով նոր եթակ ընտրությունների, հա, տենց հա դու զգալի։ Չասես շարես անում վրես, բայց տենցը ձեր այս կատարած քայլերից հետո տենցա բա դուք ձեզի հարց եք տալիս, ընդդիմությունը չի իր մանդատները վայր չեր դնում, եթե ցանկություն ունի, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ուրեմն կմեռնեն, իրաց մանդատները վայր չեն դնի, բայց գիտան գցենք Էդմոնին կընտրեն, որ Նիկոլը էթա, բայց դի նորմալ կլինի, բա կողից հիմի նորմալ կնայվի այդ գործընթացը։ Դուք այս հարցերին պատասխանեք։ Թե չէ զանգել եք Սեյրան Օհանյան, ինձի հանդիպում ապա։ Հələ դու ժողովրդի հարցերին պատասխանի։ Դրանք դու ընդունելի տարբերակ ես։ Եվ այսպես գծագրված այս Դիշովի պլանով եկած Դիշովի բայելի պլանով դրված այս նախագծով դու ընդունվելի կլինես ժողովրդի կողմից, որ դառնաս երկրի վարչապետ։ Մի հատ էլ ուղիղ եթերում զանգում ես, մտնում տեսեք, հա, իրանք բանից բեխաբար են, ես նոր առաջի անգամ պետք է զանգեմ եւ իրանցից թույլտվություն հարցնեմ, հա, կամ իրանց աջակցությունը բան անեմ, ավելի ճիշտ կլինի, իրանց աջակցությունը, հա, ուզենամ, որ գան իրենց աջակցությունը պակասող ձայները լրացնեն։ Ախր sense դու սա գալի, դու դառնում ես իրանց վարչապետը եւ արանքում տուժում է ժողովուրդը, քանի որ ժողովուրդը պետք է ընտրի, որ ուժը պետք է ընտրի վարչապետ։
Հասկանում ես։ Եկել է հասել է մի քանի իշքան, մի տարուց արդեն քիչ է, հա, մնացել համարյա։ Մի քանի ամիս, հա, համի դուք որոշել եք, որ դուք պետք է ընտրեք վարչապետը որն է։ Սա եղավ այն ինչը որ ես ասում եմ։ Ընդդիմությունը վախում է ընտրություններից, կռուտի տնելով, այս կամ այն ոչ ընդունելու բացատրությունները տալով մանդատները վայր չի դնում, որ ընտրությունը լինի, համի որ մոտեցել է ընտրությանը, ուզած չուզած պետք է ընտրությունը լինի, որոշել է ոնց մոտենա ընտրությանը, ներդնի իր ուզած վարչապետին ու իր ուզած վարչապետով էթա ընտրությանը։ Հա, սենց է ստացվում ձեր առաջ քաշած պլանով, էսա դու զգալի, պարոն Մարուկյան։ Այս հարցերի մասին դու խոսա։ Դու մատ ժողովրդի հետ խոսա, թե չէ Սեյրյան Օհանյանն է զանգում։ Ընտրում են մի մարդ, որը որ իր կարիերայի մեջ հասը այս մանավանդ վերջի էս տարիներում հայ Յանի Ալի Յանի Բելի sense մեջտեղն է, ոչ նիկոլական եմ, ոչ էլ ընդդիմադիր եմ, հա, բայց դառնամ բան վարչապետ, թո իրանք ինձ ձեն տան դառնամ վարչապետ, հետո ես սաղի հարցերը կլուծեմ։ Հետո ով որ ինձ սարքեց վարչապետ, կեթամ կբռնեմ եւ պատասխանատվության կենթարկեմ երկրի թալանի համար։ Էլ չի ասում, դու իրանց պեշկին ես դառնում։ Դու դառնում ես շախմատի իրանց, մտնում ես շախմատի քայլել չի կարելի համարել, այսինքն պրիմիտիվ պլանա։ Այս տուֆտա պլանի մեջի բանը պեշկին դառնում ես դու, պարոն Մարուկյան։ Հանգարց ազնական վիրավորանք չընդունեք, սա քաղաքական տեսանկյունից եմ ասում, ժողովրդական խոսքով եմ ասում, որ լավ հասկանալի լինի։ Այս հարցին պատասխանեք, նոր հետո ընկեք, թե տեսեք ձեզի ով է ընտրում։ Կարող է գիտեք ժողովուրդը հիշողություն չունի, չգիտի ով ինչ էր ասում մի քիչ առաջ, հա, մի քանի օր առաջ կամ մի քանի ամիս առաջ, չգիտի որ այս նույն ընդդիմությունը հրաժարվում էր մանդատները դներ, մի եկեք լոլո եք կարդում, մենք Նիկոլին դեմ ենք, թո Նիկոլը հետ հա ես գամ, դու խիգաս։ Որ արժեքիդ համար։ Էսի թո բուտկա չի ապեր, մատ գամ ուժերս փորձեմ տենամ ստացվում է, չի ստացվում, հա։ Էսի երկիրա կյանքերա կախված, երկրի ապագայա կախված, 3 միլիոնի կյանքա կախված, դու թող թալանչիները, հա, որոշեն ով է դառնում երկրի վարչապետ։ Հիանալի է, պարոն Մարուկյան։ Այ որ ասում եմ մեր երկրում կատարվում է քաղաքական գործեր, հա, կամ քաղաքական ինչ-որ sense անցուդարձ, բայց բակարդակը այնքան ցածր է, ոնց որ Հայաստանի ֆուտբոլի բանը լինի։ Հավաքականը լինի։ Այդ մակարդակի մի քաղաքականություն է վարվում Հայաստանում։ Հաճիշտ քաղաքական գործընթացներ են ետում Հայաստանում։ Իդմոն Մարուկյան մի ոգևորվե։ Համի ժողովուրդ ջան, ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին եւ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, ես նախ սկզբից ուզում եմ ասել, որ ցանկացած հանդիպումը եւ հանդիպումները եւ բանակցությունները ես ողջունում եմ, քանի որ եթե չկա հանդիպում, եթե չկա բանակցություն, դու պատերազմի ես ետում։ Իսկ հանդիպումը, բանակցությունները դա հնարավորություններ են պատերազմը կանխելու։ Ինչ վերաբերվում է նստած տեղը դիրքը, այո։ Ինչի ես պարոն Փաշինյան նստում մի աթոռի վրա եւ այլևին նստածում են դիվանի վրա, որ ոնց որ տերն ու ծառան լինի։ Այն մեկը ասես թակավորի պես նստած, դու մի հատ աթոռի, այդ ցավը տանեմ մեռանք ասելով։ Դու երկիր ես ներկայացնում։ Հասկացանք պարտվել ենք։ Բայց դու հավասարի վրա գոնե նստի։ Եթե ես կարամ, չգիտեմ, մոտիկ մարդու հետ մի տես նստեմ, մի այնքան որ իրար դեմ նստենք, մեր կոֆեն խմենք, բայց դու երկիր ես ներկայացնում, նենց արա որ հավասար տեղ նստեք գոնե։ Գոնե հավասար տեղ նստեք։ Որ պարտվել ես չի նշանակում, որ պետք է ակաժներդ կախամի ֆրֆռասախ տեղերը։ Մեկ էլ մի մաս էլ որ դուրս չեկավ, էդի այն մասն է, որ այնտեղ գլխավոր դերերում եւ այսպես ասած եղանակ ստեղծողը Էրդողանն էր, ժողովուրդ ջան, ես դա նկատեցի, երբ որ այն վիդեոների մեջ, երբ որ ինքը կանչում այլևին, դեմ երկու բառ ասում, ասես մատովել ցույց է տալիս երևում, ահա, ասես մատովել ցույց է տալի Նիկոլ Փաշինյանին, հələ մի բան էլ կանչում է, հետո լավ է, վատը, գիտեք իմ մոտ ինչ տպավորություն ստեղծվեց, որ ընդ լրիվ համակարգողի ինքն է, ոնց որ ինքը տարիքով մեծ ըլներ, այս երկուսն էլ հայացի փոքր, ասենք տարիքով փոքր երեխեք ելնեն, ինքն էլ ցես գա, ասի ոնց որ իրար հետ էլ մատ նստեք, հակառված ըլնեն, ասի մի հատ իրար հետ նստեք, այս հարցը արագի մեջ լուծեք, անցնի էթա, այդպիսի տպավորություն թողեց, էցել պարոն
բանը Պուտինի մեղավորությունն է, որ այնքան է թուլացել, որ այս հարցերը ինքը պետք է լուծեր, բայց քանի որ ինքը համ դավաճանել է, համ թուլացել է, ինքը էլ հարց լուծող չի։ Ցավոք սրտի ոնց հասկացանք Էրդողանն է հարց լուծող, որտեվ ընդ ուրիշ ավելի մեծ որն է էլի մոշնի երկրներից ցենք Մակրոնը կար այնտեղ, բայց ոնց տեսանք, որ չէ, ընդ չի անցնում ոչ մեկի խոսքը, այնտեղ Էրդողանի խոսքն է անցնում եւ սա շատ ցավալի պահ է, ժողովուրդ ջան։ Բայց մի խոսքով, հետո մանրամասների մասին մի ուրիշ վիդեոյի մեջ կխոսենք, որտեվ դեռ քիչ նորություններ կա, միայն այս պատկերների մասին խոսեցինք, վերլուծեցինք, իսկ Էդմոն Մարուքյանին վերադառնալով առաջ թեման խորհուրդ կտամ այս հարցերի պատասխանը տա, հետո նոր ինքը իրան արդեն վարչապետ կնքի։ Այսօր այսքանը, ստեսություն, հաջողություն, ժողովուրդ ջան, ամենայն բարիք։